Բարի լույս եւ բարի առավոտ ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր երեխաների պաշտպանության օրն է։ Թող շնորհավոր լինի բոլոր երեխաների օրը։ Թող մեր երեխաները միշտ լինեն անհոգ եւ ունենան խաղաղ մանկություն, հարգելիներս։ Դե տեսնում եք արդեն մկրատը եւ թասիկերի ձեռքը, հարգելիներս, գնում եմ այգի։ Առավոտյան շուտ արթնացել ենք, թութը քաղել ենք, դեռ խաղում են ամուսինս ու տղաս։ Ես էլ գնում եմ կանաչիները, բոլոր մեր այգու կանաչիները քաղեմ, որպեսզի կամ չորացնեմ, կամ էլ դնեմ սառցարանում, հարգելիներս, մայրիկս էլ այստեղ, մայրիկս էլ թուփն է քաղում։ Այնպես որ այսօր շատ գործեր ունեմ անելու, հարգելիներս։ Այսօր էլ պետք է վերջացնեմ դոշաբը, հարգելի հետևորդներ ջան, վերջի եղնա, մի հատ դոշաբը լավ եղա եւ վերջացնեմ դոշաբը։ Դե գնացինք միասին այգի, հարգելիներս։ Հարգելի հետևորդներ, կանաչին մայրիկս արդեն խաղել է, հիմա ծիրում, մաքրում է։ Ինչ անենք, մամ, չորացնենք, թե գնենք մարազրկենք։ Չորացած կլինի համեմը։ Որա, ասենք երկուսը իրար հետ որ չորացնեմ, համով կլինի։ Չէ, եսի ռեհամի հետ են չորացնում, ծիտրոնը, Ծիտրոնի, հա։ եսի առանձին, բայց կլինի, թողնակ այլ տորնի մոլդինի։ Հա, չորացնեմ երևի, հոտը լավն է։ Կարամ ռեհաներ կա, քաղեմ հետը գցենք լրիվ հավասար չորանա։ Ծիտրոնի հետ ենք թողնում։ Հա։ Օգտագործենք սոուսների մեջ։ Մամայիս այգու վարդերն է։ Իր ձեռքով տնգած, մշակած։ Տեսեք ինչ լավն է։ Ասել են, որ այս վարդի ճյուղերից բերի, աշունը մամաս մեր այգում էլ դնեմ, հարգելիներս։ Շատ սիրեցի հենց այս վարդը, հետաքրքիր է։ Նայեք, ինքը մի ճյուղ է, մի ճյուղի վրա հələ տեսեք քանի հատ վարդեր կա, հաշվենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 հատ, էս էլ 11, հետաքրքիր է, մի ճյուղ ու 11 հատ վարդ, հարգելի հետևորդներ ջան, տեսեք ինչ լավն է, ու գույները նայեք, տարբեր, մի ճյուղի վրա, տեսեք դոշաբն էլ եռում է, վրայի փրփուրը բոլորը հավաքել եմ, ինքը մաքուր սոկն է, դեռ կողքից էլ կա մի փոքր փրփուր, հեսա սա էլ կվերցնեմ, հարգելի հետևորդներ ջան, դոշաբը պատրաստում են ընդհանրապես սպիտակ թթով, բայց ես որ չունեմ սպիտակ թութ, միշտ իմ ընտանիքի համար, իմ տան համար, թորնիկներիս համար միշտ էփել եմ հենց սև թթով ու շատ լավ էլ ստացվել է, շատ լավ։ Դե սա շատ պետք է էփվի, միջև լավ ինքը թանձրանա, հարգելիներս։
Հարգելի հետևորդներ, տեսեք որտեղ եմ նստել, սուրճս խմում եմ։ Նստել եմ դրսում։ Մամաս է սիրում, կանաչին է մաքրում։ Լավա մամաս է կա, թե չէ կանաչիներս մնալու էր, հարգելիներս։ Թուփն էլ է մամաս հավաք է, կանաչին էլ է հավաք է։ Մամ ջան, շուշուտ արի մեր տունել, միշտ կլմի։ Ոչ մի բան չեմ հասցնում, որ անեմ։ Հենց այդ է, որ ժամանակը չի լինում։ Վերջացրեցի մամ ջան, այսքան էլ խոտ դուրս եկավ։ Այդ ամնդե մի քիչ ռեհան ծիտրոն կա։ Միանգամից վերեն էտել մաքրես։ Հա, դե մաքրի։ Մաքրի, մինչև դու մաքրես, ես կեթամ նրան կբերեմ, մա։ Վեսի գնա, վեկա լարիս անը։ Դու։ Ես իրեցիս։ Այդքան շատ չի ծիտրոնը ռեհանը, բայց ոչինչ։ Էլի համը կփոխի։ Կտրեմ, տանեմ, խառնենք կանանչի հետ, լավ կլվանանք, կքանվի, հետո նոր կփռենք։ Նրան էստեղ էլ կա, էտ էլ հավաքեմ, գեղեցկուհիս ծաղկումը, գլաքսինյա ծաղիկը, նայեք ինչ սիրուն է, ժողովուրդ ջան, կոկոմները նայեք բուջուրիկ, էստեղ էլ դեռ կոկոմ կա, այս ծաղիկներ նորություն է, մամաս է բերել, ես իմ մանկության տարիներից հիշում եմ, հարգելի հետևորդներ ջան, այս ծաղիկի կանանչ գույնը դպրոցներում էր շատ լինում ու ծաղիկի անունն էլ բամբասանք էր, սա նման է հենց այդ նույն բամբասանք ծաղիկին, ուղղակի տերևները տենց խառնագույնները, երկու գույնի մեջ է, սիրուն ծաղիկ է, ամանը պիտի փոխեմ, մամաս է բերել, որ փոխեմ ամանը, նորություն ծաղիկ է, իմ ծաղիկների մեջ նորություն է այսի, ավոկադոյի ամանն էլ պետք է փոխեմ, շատ փոքր է, տեսեք ինչ լավ մեծացել է, սա էլ անթորիում, հա, անթորիում, այդպես են անվանում, մի հատ փոքրիկ կոկոմ տվեց, ժողովուրդ ջան, ու վրան կոկոմը չորացավ, չհասկացա խի։ Ես քանը մամ ջան, ոչինչ, էդ էլ կտրի խառնի, մաքրի, ոչինչ, ինչ կնի։
Այստեղ էլ թուփ կա, այս էլ պետք է հես աղաջուր բռնեմ աղով, որ դնեմ աղաջրի մեջ հարգելիներս։ Հարգելիներս, տեսեք, մայրիկիս հետ խմում եմ դուետ սարը սուրճը։ Մամ ջան, մենակ սրանից ես, չէ՞ դու խմում։ Այս էլ պարսկական վաֆլի է, հարգելիներս։ Շատ համով է, իրոք լավն է։ Հորաքույրս ասում է բիսկվիտ, ասում է բիսկվիտ, այս վաֆլիներին տենց են ասում։ Մեր մոտինը շատ քաղցր է։ Չէ, լավն էր էսի, հա։ Մեր մոտինը քաղցր է։ Վաֆլիները են հատված։ Ես մի հատ երած լավն է։ Խմի, մամ ջան, խմի, ես խմեմ, ես իմ կիսատ կոնֆետն է։ Դոշապն էլ հես արդեն մի 5 րոպեից կանջատեմ։ Չան տալը Լցրել եմ։ Սեցի զարատ, եթե չի մոտենում իրար, ուրեմն Հա, մամ ջան, դե ֆրա այս կո։ Հարգելիներս, դոշապը արդեն պատրաստ է։ Մամաս լցնում է։ Ինքը սարել է, արդեն սարը վիճակում է։ Լցնում եմ այս երկուսը փոքրիկ ապակե շշերի մեջ։ Երկու հատն կլցնենք այս կես լիտրանոց տարաների մեջ։ Ինչ լավ այլ է, հարգելիներս։ Ինքը դեռ սառելու տեղ ունի, հենց որ սառի, լիովին որ սառի, արդեն ինքը մի քիչ կպնդանա։ Վերջ, լցրեցինք տարաների մեջ, դրել ենք պատուհանին, մի քիչ էլ սառի, հետո նոր կտեղավորենք։ Հարգելի հետևորդներ ջան, դե տեսեք վերջնական արդյունքը, տեսեք ինչ լավ է։ Շատ պետք չի պնդանա, հա, այսպես ջրիկ լավ է։ Հարգելի հետևորդներ, ստացել եմ ընդամենը 1.5 կիլո դոշապ, այդքանը։ Քանի կիլոից երևի 8 լիտր սոկից, հա, 8 լիտր սոկից ստացել եմ 1.5 կիլո դոշապ։ Լավն է, չէ, շատ լավն է։ Շատ լավ պնդիկ է, այս պնդիկը լեր խմել չէ, սենց հարմար։ Սենց ավելի լավ է, հա։ Նստեմ։ Դոշապը պատրաստեցի, վերջացրեցի, հերթը հասավ տերևին։ Հիմա տերևը դնում ենք աղաջուր։ Աղաջուրը բռնում ենք ձվով, հարգելի հետևորդներ ջան, նախապես լվացել եմ ձուն։ Մամաս է պատրաստում աղաջուրը, ես էլ նկարում եմ, Էլենս տանը չի, այսօր ես եմ նկարում։ Աղաջուրը բռնում եմ, հարգելիներս, թուփը դնում եմ աղաջրի մեջ ու թողնում եմ հաջորդ օրը աղաջրից հանում եմ, սիրուն թուփը ծալած վիճակով դնում եմ տարաների մեջ։
ապակյա տարաների մեջ եւ իր ջրից էլ լցնում եմ հենց այդ նույն տարայի մեջ։ Եվ փակում եմ, հարգելիներս, շատ համով թուփ ա լինում մարինացված, մանավանդ որ հենց այդ թփով տոլմա եք պատրաստում, շատ համով ա ստացվում։ Սա իմ տարբերակն է ու ես ամեն տարի այս տեսակով եմ, հարգելիներս, այս ձև եմ փակում իմ տան թուփը։ Դե ձուն բնականա պիտի հելնի ջրի երես, որ համոզված լինենք աղատեղն է, բայց մի քիչ էլ ավելացրավ։ Մամասը անում, մամասը։ Այսօր իմ գործերի կեսը, հարգելիներս, մամասը արեն։ Մի հատ էլ բռնի, մամ ջան։ Արդեն մամ, լավ ա։ Մի քիչ էլ գցել։ Չէ, լավ ա արդեն։ Պիտի գցել։ Դե մի փոքր էլ ուզում ես գցի, դու գիտես, բայց հələ աղը ինքը չի հարվել, մամ։ Գիտեմ, բայց պիտի մի քիչ ավելացնեմ, որ իրական երես է։ Լավ։ Արդեն պատրաստ։ Հիմա տեղավորել։ Հա, հիմա թփերը սիրունդի մեջ անում։ Վերջ, մամ։ Դիր, մեջտեղն է դիր, մամ, տես կողքերով։ Կա, չէ, հələ մանր կարելի հավաքելու, մամ։ Չէ, դե մի հատ ջրես նոր։ Ջրելուց հետո արդեն կլինի, նորից կավարտես։ Այս կողմն էլ դիր, մամ։ Այն էլ դիր։ Իմ լավ հետևորդներ ջան, թուփն էլ դրեցինք աղաջուր, վերջացրեցինք, դոշաբը էփեցինք, կանանչին մաքրեցինք, փռեցինք, որ չորանա, թութը քաղեցինք, այսօր շատ գործեր արեցինք, իհարկե մամայիս հետ։ Մամաս ինձ շատ օգնեց, ապրի մամաս, ապրի մամաս։ Մաման ունեմ աշխարհը չունի։ Հարգելիներս, թող բոլորի մամաներն էլ առողջ լինեն, ամենակարևորը։ Մենք էլ ենք մամա, բայց եթե կողքի դու ունես մամա, լավ ես զգում, դու քեզ դեռ երեխա ես զգում, հարգելիներս, ինչքան էլ որ տարիքում լինի, մեծանում ես, եթե ծնողներդ կան, դու դեռ երեխա ես քեզ զգում։ Հարգելի հետևորդներ ջան, ինչ եմ ուզում ասեմ, թուփը այս տարբերակով ես դրեցի եւ այս տարբերակով միշտ եմ դնում։ Դե տարբերակները շատ են թփի։ Անգամ պատահել է, որ չոր վիճակում եմ դրել բանկաների մեջ, բայց բանկան եռացրել եմ անպայման։ Թեկուզ առաջ լցնում էինք կապրոնե շշերի մեջ, այդպես չոր լցնում էինք ու փակում էինք, բայց շատ լավ էլ մնում էր։ Իսկ իմ մաման նախատում է, ասում է, չէ, կապրոնի շիշ ընդհանրապես մի օգտագործեք, կապրոնի շշի մեջ թուփ մի դրեք։ Բայց առաջներում դրել ենք իրոք, հարգելի հետևորդներ ջան։ Դե սա իմ տարբերակն է, ով ոնց ուզում է, այնպես էլ անում է, հարգելի հետևորդներ ջան։ Կարող եք այս տարբերակով էլ փորձել, որովհետև այս տարբերակով պատրաստած տոլմեն շատ համով է ստացվում։ Եվ ուզում եմ այսքանով էլ ասեմ ձեզ ցտեսություն, իմ լավ հետևորդներ ջան, շնորհակալ եմ ձեզանից գեղեցիկ մեկնաբանություններ գրելու համար։ Ես սիրում եմ բոլորիդ եւ ուրախ եմ, որ դուք կաք, իմ կողքին եք, որովհետեւ իմ լավ հետևորդներ ջան, ձեզանով է, որ իմ ալիքը բարգավաճում է։ Ես նորից բոլորիդ ասում եմ շնորհակալություն եւ իմ ամենալավ խոսքը, իմ լավ հետևորդներ ջան, ինձ դիտողներ ջան,
ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ։ Իսկ ովքեր որ նորեն միացել իմ ալիքին, անպայման բաժանորդագրվեք, լայքեք ալիքը, մեկնաբանություններն էլ հարգելիներս դուք գիտեք։ Ինչպես գրեք, ոնց գրեք, ձեր կարծիքները արտահայտեք։ Դե, ցտեսություն բոլորիդ։